Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար եւ խաղաղությունն այնտեղ խաղաղությունն է Իրանի համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Բաղային կարևորել է Իրանի պաշտպանության նախարարի Բաքու կատարած այցը եւ անվտանգության խորհրդակցությունները։ Այս այցը կարևոր էր եւ ցույց է տալիս Իրանի վճռականությունը բոլոր մակարդակներում, ամրապնդելու վստահությունն ու համագործակցությունը հարևան երկրների հետ։ Կովկասյան տարածաշրջանը կարևոր է Իրանի համար եւ խաղաղությունը այնտեղ խաղաղություն է մեզ համար, նշել է Բաղային։ Նրա խոսքով պաշտպանության նախարարի այցի ընթացքում քննարկվել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսներից։ Մենք մեր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից փոխարինել ենք Միացյալ Նահանգներից կախվածությամբ, որը մատակարարում է մեր հեղուկ բնական գազի 60%-ը, ասել է Ֆրանսիայի առաջնորդը։ Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում հակառակորդները գիտակցում են իրենց սպասվող հետևանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Մենք հենց այս հանգամանքի վրա ենք հույս դնում։ Մեր համապատասխան համակարգերի վիճակի հանդեպ մենք հանգիստ ենք։ Համոզված ենք, որ դրանք ամբողջությամբ ապահովում են մեր անվտանգությունը։ Հակառակորդները գիտեն, որ եթե փորձեն ձեռնամուխ լինել ագրեսիվ գործողությունների կամ խախտել մեր ինքնիշխանությունը, նրանք կարող են ստանալ նրանց համար ամբողջությամբ անընդունելի արձագանք։ Սա միջուկային զսպման հիմքն է, որը միշտ էլ եղել է, հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Եվրոպական միությունը պետք է պատրաստ լինի փոխարինել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական ուժերը եւ հնարավորությունները Եվրոպայում եւ ստեղծել իրական եվրոպական պաշտպանական միություն։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության եվրոկոմիսար Անդրյուս Կուբիլյուսը։ Մենք պետք է պատրաստ լինենք Եվրոպայում ԱՄՆ ռազմավարական հնարավորությունները փոխարինել եվրոպականներով։ Սա ռազմավարական առաջնահերթություն է։ Մենք պետք է պատրաստ լինենք նաեւ փոխարինել Միացյալ Նահանգների կոնվենցիոնալ ուժերը, որոնք գտնվում են Եվրոպայում։ Սա Եվրոպայի անկախության առաջին քայլն է, հայտարարել է Պաշտպանության եվրոկոմիսարը, կոչ անելով հնարավորինս շուտ Եվրոպական միությունը դարձնել պաշտպանական միություն։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի այցը Հայաստան ավարտվել է, նրան ճանապարհել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մեկնելուց առաջ ամփոփել է այցը պատասխանելով լրագրողների հարցերին։ Վենսն ասել է Հայաստանում ներդրումները կարող են հասնել մինչև 4 միլիարդ դոլարի։ 4 միլիարդ դոլարը նախագծով սահմանված մեր ակնկալիքներն են, այդքան գումար կարող է գալ, բայց կարծում եմ այն շարունակական է լինելու, նշել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։ Վենսը նշել է, որ խաղաղության կնքումը մեկ քայլ է, խաղաղության պահպանումը հաջորդ քայլն է, շատ արդյունավետ 24 ժամ ունեցա այստեղ, շատ ուրախ եմ, թե որտեղ ենք հասել, երաշխավորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական անկախությունը, հնարավորություն ենք ստեղծում, որ խաղաղության համաձայնությունը պահպանվի, ասել է նա։ Անդրադառնալով գերիների մասին հարցին, Վենսն ասել է, թե Փաշինյանի հետ քննարկել է հայ գերիների հարցը։ Նա նաեւ նշել է, որ Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի։ Արդարադատության նախարար Սրփոյ Գալյանը ազգային ժողովում հայտարարել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում։ Մանրամասնելով նա նշել է, որ ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է։ Ազգալյանի իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի։ Խոսքը նաև ֆեյք օգտատերերի մասին է, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չկա, քանի որ նախագիծը ամփոփված չէ։ Հակաքաղցկեղային թանկարժեք ավաստին դեղամիջոցի կեղծման ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Նշվում է, որ ահազանգի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը փետրվարի 9-ին ստացվել է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն ՊՕԱԿ-ից։ Շվեյցարական հայտնի Հոֆման Լա Ռոշ դեղագործական ընկերությունից տեղեկատվություն է ստացվել ավաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25 միլիգրամ դեղի H056O-B 18 սերիայի կեղծման դեպքի վերաբերյալ։ Ըստ կազմակերպության դեղի նշված սերիայի ապրանք երբևէ չի արտադրվել, հայտնել են տեսչական մարմնից եւ նախազգուշացրել քաղաքացիներին ուշադիր լինել խուսափել նշված սերիայի դեղի օգտագործումից։
Ազգային ժողովի նիստում ԿՊԱ-ական Հայկ Սարգսյանը խոսել է խաղադրույքային ոլորտի մասին եւ ասել, թե կառավարությունը թերացել է, Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, սակայն 2 տարի անց էլ խաղային օպերատոր չկա։ Նա հարց է հնչեցրել, թե ինչու մինչ այժմ չկա խաղային օպերատոր, սակայն Ռուբեն Ռուբինյանը թույլ չի տվել, որպեսզի Հայկ Սարգսյանն ավարտի հարցը եւ անջատել է տվել խոսափողը, ինչն ակնհայտորեն դուր չի եկել վերջին շրջանում թիմակիցների կողմից մերժված Հայկ Սարգսյանին։ Քանի որ օպերատորի հիմնական խնդիրներից մեկը նաև նա է, որպեսզի մեր քաղաքացիների մասնակցությունը այս խաղերին, որը կործանարար է, սահմանափակվի։ Այսպիսով, օրենքի նախագծում գրված է, որ արգելվում է սույն օրենքով նախատեսված խաղերի մասնակցությունը այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն որևէ ծրագրից։ Այս կետը հանվել է։ Արգելվում է պետական նպաստների մասին ՀՀ օրենքից օգտվող նպաստառուների մասնակցությունը խաղերին։ Սա նույնպես հանվել է։ Ավարտեք։ Այն անձանց, ովքեր գտնվում են սնանկության վարույթում, այս անձանց խաղերի մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Այն անձինք ավարտում եմ, այն անձինք երկու կետ եմ նշում շատ կարճ, այն անձինք, ում սպառողական վարկի ընդհանուր ծավալը գերազանցում է տարեկան եկամուտի 40%-ը, նրանց մասնակցությունը նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Կենսաթոշակային տարիքը լրացած քաղաքացիների մասնակցությունը մոլախաղերին նույնպես արգելվում է, այս կետը նույնպես հանվել է։ Ավարտեք։ Եվ 6-րդ ավարտում եմ վերջի կետը։ Անջատեք խոսափողը, համեցեք։ Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տալիս, կարծելով, որ Վրաստանը պետք է հեռու մնա Եվրամիությունից, քանի որ նրա հետ անդամակցության բանակցությունները շատ ավելի օգտակար են, քան Ուկրաինայի հետ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը մեծ սխալ է թույլ տալիս, կարծելով, որ Վրաստանը հեռու պետք է մնա ԵՄ-ից։ Մեր կարծիքով իրավիճակը պարզ է։ Վրաստանը կամրապնդի Եվրամիությունը եւ Վրաստանի հետ սերտ բանակցությունները շատ ավելի օգտակար կլինեն, քան Ուկրաինայի հետ, քանի որ Ուկրաինան ոչ միայն կթուլացնի Եվրամիությունը, այլև սպառնալիք կներկայացնի նրա համար, հայտարարել է Սիարտոն։ Նա ընդգծել է, որ Վրաստանը հատուկ շեշտադրում է կատարում իր ինքնիշխանության ամրապնդման եւ ներքին գործերին միջամտության կանխարգելման վրա։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականությունը, նրան մեղադրելով Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու եւ միաժամանակ գործընկերային հարաբերությունների տպավորություն պահպանելու փորձի մեջ։ Զախարովան նշել է, որ նման իրավիճակները հաճախ բնութագրվում են գայլը ոչխարի մորթում արտահայտությամբ, սակայն իր խոսքով ներկայիս քաղաքական հայտարարությունները այլ տպավորություն են թողնում։ Նա նաեւ ընդգծել է, որ Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են դիվանագիտական ներկայացուցչության միջոցով պահպանել շփումները Մոսկվայի հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մեղմացրել է Եվրամիության հետախուզության նկատմամբ վերահսկողության ավելի մեծացման իր պահանջները, հաղորդում է Պոլիտիկոն, հղում անելով Եվրամիության 4 պաշտոնյայի։ Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Եվրոպական հանձնաժողովը կրճատելու է անվտանգության հարցերով կենտրոնացած հետախուզական ստորաբաժանման ստեղծման իր հավակնությունները։ Պաշտոնյաները նշել են, որ հետախուզական տվյալների փոխանակման աշխատանքների մեծ մասը կհանձնարարվի Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ինսենթ կենտրոնին, ինչը թույլ կտա Կալասին պահպանել ավելի մեծ վերահսկողություն։ Պոլիտիկոն նշել է, որ կենտրոնի ստեղծումը կօգնի բարելավել որոշումների կայացումը Եվրամիությունում, եւ մի քանի պաշտոնյաներ լիազորված կլինեն օգտագործել եւ գնահատել անդամ պետությունների հետախուզական տվյալները։ Ազգային ժողովի փետրվարի 10-ի նիստը մեկնարկել է Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, բացասական եզրակացություն ստացած հարցի քննարկումից այն է Հայաստանի Հանրապետությունում ակկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին հայտարարության նախագիծը, որի հեղինակը Հայաստան խմբակցությունն է։ Նախագծի համաձայն անազատության մեջ գտնվող հոգեվորականները, որոշ քաղաքական, հասարակական գործիչներ ու զինվորականներ պետք է ճանաչվեն քաղբանտարկյալներ։ Արդյունքում Ազգային ժողովի հանձնաժողովի նիստին
բացասական եզրակացություն ստացած հայտարարության նախագծին կողմ է քվեարկել 21 падգամավոր դեմ 52 ձեռնպահ 1 նախագիծը չի ընդունվել։ Ազգային ժողովը կողմ է քվեարկել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցմանը։ Որոշմանը կողմ է քվեարկել 74 падգամավոր դեմ 0 ձեռնպահ 2։ Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ է ունեցել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, հայտնելով, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։ Սպիտակ տունը դժգոհ է Իսրայելի գործողություններից, ուղղված Հորդանան գետի արևմտյան ափի նկատմամբ իր վերահսկողության ընդլայնմանը, որի տարածքում գործում է Պաղեստինյան ազգային վարչակազմը։ Այս մասին հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրին հայտնել է Axios պորտալի թղթակից Բարակ Ռավիդը։ Ինչպես նշել է աղբյուրը, ամերիկյան վարչակազմը հանդես է գալիս ընդդեմ այնպիսի քայլերի, որոնք կարող են հանգեցնել արևմտյան ափի Իսրայելի կողմից անեքսիայի։ Արևմտյան ափի կայունությունը թույլ է տալիս Իսրայելին պահպանել անվտանգությունը, ինչը համապատասխանում է ամերիկյան վարչակազմի դիրքորոշմանը տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում, հավելել է զրուցակիցը։ Առաջնագծում Ռուսաստանը հավանաբար արդեն հաղթանակ է տարել Ուկրաինայի նկատմամբ, քանի որ Կիևի պարտությունը այժմ թվում է անխուսափելի, հայտնել է ֆրանսիացի պատմաբան Ստեֆան Օդուեն Ռուզոն։ Նա ընդգծել է, որ հակամարտության շրջադարձային կետը 2023 թվականի ուկրաինական հակագրոհի ձախողումն էր, որի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը չկարողացան հաղթահարել անթափանց ռուսական պաշտպանությունը։ Այսօր Ուկրաինան կորցրել է իր տարածքի 20%-ը, եթե այն չկարողանա վերադարձնել այդ հողերը, անխուսափելիորեն կպարտվի։ Ցավոք, այսօր մենք չենք տեսնում այն շրջադարձային կետերը, որոնք կարող են փոխել իրավիճակը եւ թույլ տալ Ուկրաինային վերադարձնել իր կորցրած տարածքները։ Մարտավարական առումով առաջնագծում Ռուսաստանը հավանաբար արդեն հաղթանակ է տարել, նշել է պատմաբանը։ Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տարածաշրջանում միջուկային զենք հայտնվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Օրինակ, երկրները, որոնք խնդրահարույց հարցեր ունեն Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ձեռք բերել, եւ մենք հավանաբար ստիպված կլինենք միանալ այս մրցավազքին, ասել է նախարարը։ Ֆիդանը սակայն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Թուրքիան կցանկանա ձեռք բերել միջուկային զենք։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի եվրոպացի առաջնորդների առաջարկել է վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ։ Մակրոնը պլանավորում է զանգահարել Պուտինին եւ կենտրոնացած է արդյունքների վրա։ Միևնույն ժամանակ Լատվիան եւ Էստոնիան աջակցել են Կրեմլի հետ կապերը վերսկսելու եւ այդ նպատակով հատուկ եվրոպական դեսպան նշանակելու գաղափարին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ Եվրոպան ցանկանում է պահպանել տեղը բանակցությունների սեղանի շուրջ։ Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանուել Բոնը հանգիստ այց է կատարել Մոսկվա, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների ֆոնին։ Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ նա հանդիպել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել չընկնել չափազանց ոգևորության մեջ այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տեղն է ցույց տվել Եվրոպային եւ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն։ Այս ամենը լավ է, եթե մենք ցանկանում ենք հասնել խաղաղության Ուկրաինայում, սակայն մենք դեռ այնտեղ չենք հասել։ Բանակցությունները շարունակվում են, երկրորդ փուլն արդեն անցկացվել է Աբու Դաբիում եւ առջևում դեռ երկար ճանապարհ կա, ընդգծել է նախարարը։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Եվրոպան վճռական փուլում է եւ պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել իր շահերը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի առևտրային տուրքերն ու Գրենլանդիայի շուրջ զարգացումները փաստում են Եվրոպայի առջև ծառացած վտանգը։ Եթե չգործենք, Եվրոպան 5 տարվա ընթացքում կարող է լրջորեն կորցնել իր դիրքերը, զգուշացրել է Մակրոնը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դրական է գնահատել ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի այցը Հայաստան։ Նա ընդգծել է, որ Վենսի այցով բարձրացել է Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը։ Շնորհավորում եմ բոլորիս։ Այն ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի եւ այն հնարավորությունների, որը Հայաստանի համար բացվեցին։ Ամենամեծ հնարավորությունը ո՞րն է այս այցի։ Ես չեմ ուզում որևիցե մի բան առանձնացնել, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության
Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք ածում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ։ Ընտրությունը շատ պարզ է լինել աշխարհի ուժեղների վստահելի գործընկեր, թե քարշ գալ ծայրագավառում։ Նման տեսակետ է հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ նշել. ընդդիմություն էլ պետք է կարողանալ լինել։ Պոպուլիզմն ընդդիմության կարևոր գործիք է, նորմալ է, որ կիրառում են, բայց իրողություններն ընդունելու անկարող ընդդիմություն ի վիճակի չէ մի օր գալու իշխանության։ Հետևաբար այն գործելավոճը, որ ունի հայաստանյան ընդդիմությունը, հուշում է մի բան. առավելագույնը, որ նրանք ուզում են ծայրագավառ լինելն է, ասել է Արայիկ Հարությունյանը։ Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքի զրկելու գործընթացը։ Տրանսպորտային միջոց վարելու սահմանափակումների առկայության դեպքում տեղեկատվությունը Արմետ համակարգից ավտոմատ կերպով կփոխանցվի ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստր, ինչը հիմք կհանդիսանա վարորդական իրավունքի դադարեցման համար։ Այս մասին փետրվարի 10-ին խորհրդարանի հերթական նիստում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Նա հիշեցրել է, որ ներկայումս վարորդական իրավունքի գործողության դադարեցումն իրականացվում է մի շարք հիմքերի առկայության դեպքում տիրոջ մահվան, անձի անգործունակ ճանաչելու, ավտոմեքենա վարելու իրավունքի զրկելու մասին, դատական ակտի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև համապատասխան բժշկական մարմնի տրամադրած եզրակացության հիման վրա նրա թմրամոլության եւ հոգեկան անկայուն վիճակի դեպքով։ Ղազարյանը հավելել է, որ օրինագծով առաջարկվում է բժշկական մարմնի եզրակացությունը փոխարինել էլեկտրոնային տեղեկատվությամբ, որը կտրամադրվի առողջապահության նախարարության կողմից։ Նա հայտնել է, որ վերջին 4 տարիների ընթացքում այս խախտման հիմքով 2370 վարորդ զրկվել է իրավունքից։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր հերթին կոչ է արել մշակել ավելի խիստ պատժամիջոցներ ղեկին հեռախոսով խոսելու, ինչպես նաև երեխաներին տեղափոխելիս հատուկ նստատեղերի բացակայության համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը սոցիալական ցանցի իր էջից ջնջել է Ծիծեռնակաբերդ կատարած այցի վերաբերյալ գրառումը, որտեղ 2 անգամ օգտագործել էր հայոց ցեղասպանություն ձևակերպումը։ Գրառումը մի քանի ժամ հասանելի է եղել, այնուհետև հեռացվել է էջից։ Ավելի ուշ Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը նոր հրապարակում է կատարել, անդրադառնալով միայն Ծիծեռնակաբերդ այցին, առանց հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակման։ Կիևը կարող է դիմել խորամանկ մոտեցման հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման հարցում, հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը։ Նա նշել է, որ եթե Ուկրաինան ստանա հուսալի անվտանգության երաշխիքներ, ապա անհրաժեշտություն չկա օտարերկրյա զորքեր տեղակայելու։ Արևմտյան զորքերը միշտ կարող են հրավիրվել զորավարժությունների, որոնք կարող են անցկացվել տարվա ընթացքում, հատկապես այն պատճառով, որ Ուկրաինայում միշտ ներկային հրահանգիչներ, դեսպանատան աշխատակիցներ եւ անվտանգության աշխատակիցներ։ Սա նրանց զգալի ազատություն է տալիս, հայտարարել է քաղաքագետը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի վտանգ այժմ չկա։ Կողմերը պատրաստ են բանակցությունների։ Վտանգված են պոտենցիալ լուրջ խնդիրները եւ Իրանը ներկայումս զբաղված է դրանց կանխարգելմամբ։ Նրանց համար դա գոյության խնդիր է, հավելել է նախարարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու սադրանքները հանգեցրել են Ռուսաստանի հզոր արձագանքին։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեյվիսը։ Նա նշել է, որ Զելենսկին ծաղրում է ռուսական արջին, հարվածելով Ռուսաստանի ենթակառուցվածքներին։ Սա արձագանք է առաջացրել շատ ավելի լուրջ հարվածների տեսքով, եւ հիմա ուկրաինացիները գրեթե ամբողջությամբ կորցրել են իրենց էներգիան եւ ջեռուցման հզորությունը, ինչը նշանակում է, որ նրանց համար շատ դժվար է դառնում նույնիսկ տարրական տնտեսական եւ կառավարական գործեր վարելը, առավել եւս աջակցել ռազմական ջանքերին, ասել է փորձագետը։ Նրա խոսքով վերջին իրադարձությունները վերջնականապես կանխորոշել են Ուկրաինայի պարտությունը հակամարտությունում։ Վերջինս հավելել է, որ այժմ միական պատասխան հարցը այն է, որքան լուրջ կլինի Կիևի կորուստը։
Ադրբեջանը երբեք չի դառնա բախման ասպարեզ, այն կլինի համագործակցության տարածք, հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Այսօր, ինչպես արդեն ասացի, Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մտնում են նոր, բացարձակապես ֆանտաստիկ դարաշրջան։ Մենք շատ ոգևորված ենք եւ ցանկանում ենք օգտագործել այս հրաշալի հնարավորությունը ընկերությունների միջև ուղիղ կապեր հաստատելու համար։ Իհարկե, մենք կարող ենք երկար խոսել արդեն իսկ իրականացվածի եւ նախատեսվածի մասին, բայց կարծում եմ, որ ձեզ համար, հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ են մեզ այցելում, ավելի լավ կլինի ամեն ինչ տեսնել սեփական աչքերով։ Իհարկե, դուք կարող եք հանդիպել կառավարության ներկայացուցիչների, ինչպես նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, երկիրը զգալու համար, ասել է Ադրբեջանի նախագահը։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կործանիչներ են բարձրացրել վիզեր ուղևորատար ինքնաթիռին ուղեկցելու համար այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող երեխան իր հեռախոսի Wi-Fi-ն անվանել է ահաբեկիչ, հաղորդում է Daily Mail-ը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն Wizz Air-ի ինքնաթիռը մեկնել էր Լուտոնի օդանավակայանից եւ ուղևորվում էր դեպի Ben Gurion օդանավակայան, երբ ուղևորներից մեկը իր հեռախոսում տեսել է հաղորդագրություն, որը նա մեկնաբանել է որպես սպառնալիք։ Ավելի ուշ պարզվել է, որ հաղորդագրությունը այն Wi-Fi-ի անունն է, որը երեխան ստեղծել է իր հեռախոսում, ցանցը անվանելով ահաբեկիչ։ Անսովոր անունը արագորեն տագնապ է առաջացրել ուղևորների եւ անձնակազմի շրջանում, ինչը ստիպել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ։ Դեպքից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը մի քանի կործանիչներ են բարձրացրել ինքնաթիռին Թել Ավիվ ուղեկցելու համար։ Վայրեջքից առաջ ինքնաթիռը 3 անգամ պտտվել է Միջերկրական ծովի վրա։ Իսպանիայի չեմպիոն Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան եւ ակումբի կառավարման խորհրդի մյուս անդամները հրաժարական են ներկայացրել, որպիսի հնարավորություն ունենան մասնակցելու կատալոնական ակումբի ղեկավարության նոր ընտրություններին։ Նոր ընտրությունները նշանակվել են մարտի 15-ին։ Հաղթողը հուլիսի 1-ին կզբաղեցնի պաշտոնը։ Մինչև այդ Բարսելոնան կղեկավարի ակումբի փոխնախագահ Ռաֆայել Յուստեն։ Փետրվարի 9-ին տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։ Փաշինյանը եւ Vance-ը ստորագրել են միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ ԱՄՆ-ից ձեռք ենք բերել ԱԹՍ-ներ, դրանք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով եւ որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւս արձագանքել է նշելով VBAT հետախուզական ԱԹՍ-ն Հայաստանում Հայաստան-ԱՄՆ պաշտպանական համագործակցության նոր փուլի մեկնարկը, ինչի համար շնորհակալ ենք ԱՄՆ գործընկերներին, ասել է Պապիկյանը։ Փաշինյանը հայտել է, որ ընդունել է Դոնալդ Թրամփի հրավերը փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Հիշեցնենք, որ Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված Խաղաղության խորհրդի առաջնորդների առաջին հանդիպումը։ Խորհրդին միացել է ավելի քան 20 երկիր, այդ թվում Հայաստանը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի հետ։ Նախագահը ողջունել է փոխնախագահի այցը, ընդգծելով, որ այն արտացոլում է Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարձր մակարդակը։ Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը, որում մեծ ավանդ ունի ԱՄՆ նախագահ Թրամփը։ Շեշտվել է նաեւ, որ բարձրաստիճան փոխայցելությունները նպաստում են համագործակցության ընդլայնմանը եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։ J.D. Vance-ը տիկնոջ Ուշա Vance-ի հետ այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնեն Վաշինգտոն Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։
Ըստ աղբյուրների տվյալների փոխնախագահ Վենսի հարավային եւ Կովկաս կատարած այցից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում են փետրվարի 19-ին այցելել Վաշինգտոն Թրամփի խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար, նշել է ադրբեջանցի լրագրողը։ Ավելի վաղ Axios պարբերականը հղում անելով ամերիկացի պաշտոնյային եւ խորհրդի անդամ 4 երկրների դիվանագետներին հայտնել է, որ Սպիտակ տունը ծրագրում է փետրվարի 19-ին Գազայի հարցով խաղաղության խորհրդի առաջնորդների հանդիպում անցկացնել։ 2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին տեղեկացրել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2.2 անգամ։ Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել մինչև 4 տարեկանների շրջանում։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ Սպուտնիկ Արմենիայի հաշվարկներով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումից առաջ ժամանել է Հայաստան եւ Ադրբեջան։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ից 10-ը պաշտոնական այցով Հայաստանում է, որից հետո մեկնելու է Բաքու։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով ինքնաթիռների մեծ մասը Երևան եւ Բաքու են ժամանել փետրվարի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։ Կայքի դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստանը ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, եւս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից, վերալիցքավորվելով Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։ Ռուս-ուկրաինական պատերազմում մարտական առաջադրանք կատարելիս զոհվել է հայկական Արբաթ գումարտակի հրամանատար Աբրեկ Մականունով հայտնի Հայկ Գասպարյանը։ Այս մասին հայտնել է ռազմական թղթակից Վլադ Զիզդոկը։ Արբաթ հատուկ գործողությունների ստորաբաժանման հրամանատար Հայկ Գասպարյանը զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս, գրել է Զիզդոկը։ Գասպարյանը սկսել է իր ծառայությունը Վագների կազմում եւ մասնակցել Բախմուտի համար մղվող մարտերին։ 2023 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պարգևատրվել է արիության համար մեդալով։ 2023 թվականից նա ղեկավարել է հայկական Արբաթ գումարտակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ շրջակա միջավայրի ճգնաժամի եւ անհավասարության աճի հետևանքով առաջացած մոլորակային աղետը կանխելու համար երկրները պետք է հրաժարվեն ՀՆԱ-ից, որպես միջազգային բարեկեցության միակ ցուցանիշը։ Մենք պետք է իսկապես գնահատենք շրջակա միջավայրը եւ անցնենք համախառն ներքին արդյունքի սահմաններից այն կողմ, որպես առաջընթացի չափանիշ, ասել է Գուտերեշը։ Ըստ նրա, հասարակության բարեկեցության գնահատման մոդելը պետք է հաշվի առնի այն, ինչն իսկապես կարևոր է մարդկանց եւ նրանց համայնքների համար։ ՀՆԱ-ն մեծացնելով մարդիկ ոչնչացնում են բնությունը, օրինակ ոչնչացնելով անտառները կամ չափից շատ ձկնորսությունը, ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ն հաշվի է առնում անմիջական շահույթն ու վնասները։ Ռուսաստանը մտնում է Ուկրաինայի հակամարտությունը լուծելու բանակցությունների մեջ ավելի ուժեղ դիրքում, քան երբևէ, եւ Ռուսաստանի զինված ուժերը կլինեն կարևորագույն ակտիվ դիվանագիտական գործընթացում։ Նման կարծիք է հայտնել բրիտանացի դիվանագետ Իան Փրաուդը։ Եկեք անկեղծ լինենք, Ռուսաստանը դեռևս ունի ավելի ուժեղ դիրք։ Ռուսաստանը կավարտի հակամարտությունը մարտադաշտում ռազմավարական առավելությամբ։ Դա բացարձակապես պարզ է, ասել է Փրաուդը։ Նա գնահատել է, որ ռուսական բանակը կլինի ամենափորձառուր եւ լավ հագեցած երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Մասնագետը նաեւ նշել է, որ խաղաղության գործընթացի բոլոր մասնակիցներից Մոսկվան ունի հավասարակշռված եւ ավելի իրատեսական դիրքորոշում։ Վերջինս նշել է, որ ռուսները ակնհայտորեն կայակալած չեն, որը ցույց է տվել, որ դեմ է խաղաղության բանակցություններին եւ առաջ է քաշում անիրատեսական եւ խաբուսիկ պայմաններ, որոնք չի կարողանում պարտադրել Ռուսաստանին։ Եղանակը առաջիկա օրերին փետրվարի 10-ին եւ 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ից 3-ը 12-ից 14-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջանում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-ից 11-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան, փետրվարի 10-ից 14-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամուշ գնացում 13-ից 16 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-ից 3-ային ժամերին աստիճանաբար կնվազի 3-ից 5 աստիճանով, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 5-ից 8 աստիճանով, 12-ից 14 աստիճանաբար նույնքան կբարձրանա։